Մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ եւ խմբագիրներ, իրավապաշտպաններ այսօր հավաքվել էին Հայկական ժամանակ օրաթերթի խմբագրությունում եւ քննարկում էին իրենց գործընկերոջ Նիկոլ Փաշինյանի կալանավայրում գտնվելու հարցը եւ ինչ միջոցներ ձեռնարկել, որ նա ի վերջո ազատ արձակվի։ Մշակվեց գործողությունների շարք եւ ժամանակագրություն։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը վստահ է, որ իրենց հավաքները արդյունք են ունենալու։ Չտալ չի կարող։ Անկասկած ազատ են արձակվելու բոլոր քաղաքապետարները եւ Նիկոլ Փաշինյանը։ Դրանում կասկած չկա, որովհետեւ դեռ չի աշխարհում մի բռնակալ, մի իշխանություն, որը ստիպված չլինի քաղաքապետարներին ոչ միայն ազատ արձակել, այլև ներողություն խնդրել։ Հավաքվածներին մտահոգություն էր պատճառում այն, որ Նիկոլ Փաշինյանի նամակները կալանավայրից չեն հասնում խմբագրություն։ Վերջերս Ամեկ+-ին տված հարցազրույցում Արդարադատության նախարար Հիրայր Թովմասյանը նշել էր, որ իմաստ չի տեսնում Նիկոլ Փաշինյանի նամակագրությունն արգելելու համար։ Այսինքն ինչ պետք է գրվի, որ այլ թերթերում չեն գրում, ասել էր պարոն Թովմասյանը։ Դա ես վստահ եմ, որ Արդարադատության նախարարի որոշումը չէ, դա հրահանգավորված է Արդարադատության նախարարի ղեկավարների կողմից, նախագահական նստավայրից, Սերժ Սարգսյանն անձամբ է որոշում, պետք է այդ հոդվածները տպագրվեն, թե պետք է տպագրվեն, Սերժ Սարգսյանն ինքն է հուզվում այդ հոդվածներից։ Այլապես ըստ Աննա Հակոբյանի ոչ ոք չէր կարող նման քայլի գնալ եւ ոտնահարել սահմանադրությունը։ Սուսաննա Պողոսյան, Արամ Մնացականյան, IPF